Հայմի դույնս բողություն միտում։ Այսօր 2026 թվականի հուլիսի 17-ին Լոռու մարզի Ստեփանավանի համայն կապետարանում տեղի ունենում Սագամար ՓԲ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան եւ հարավ-արևելյան թևերում կատարվող գեոգրաֆիական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։ Ես Ջահան Խաչատրյանն եմ, ծրագրերի հեղինակը եւ կատարողը։ Ուրեմն Սագամար ՀԲ-ը ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել նշված տարածքում։ Ընկերությունը հանքավայր չի բացում։ Եվ շատ հնարավոր է, որ այդ հանքավայրերը ընդհանրապես չբացվեն, որովհետեւ այս պահին մենք չգիտենք այնտեղ որևէ բան կա թե չկա։ Մենք կատարում ենք զուտ գիտարտադրական ուսումնասիրություն։ Հանք չի բացվելու լավ ասեցիք։ Այո։ Մենք համաձայն ենք, որ հանք չի բացվելու։ Տեսեք, ստեղ իրականում դուք համ նշում եք, որ հանք չի բացվելու, համ Արմանիսի բնակիչներին ասում եք, դուք աշխատատեղեր եք ունենալու հանքում, համ Ուրասարի բնակիչներին եք այդ ասում, ցուցակագրումներ եք ինչ-որ անում, չգիտեմ, դες խոսակցություններ են հասել, որ մարդկանց եք գրանցումում հետո աշխատանքի եք ուսումնասիրության համար էլ էլի աշխատատեղ։ Քանի հոգու։ Շատ։ Ինչքան շատ 400, այդ որ թիվը որ շրջանառում եք։ Իմ ասածը այն է, որ հանքը շահագործվում է սահմանափակ ժամկետ, դրանից հետո չի շահագործվում, այդ մարդիկ ստիպած արտագաղթում են։ Դա հանքի ապական է դա։ Ես որպես Ստեփանավանցի, քանի որ իմ երեխաներն էլ ստեղ ապրել մեծացնում, մեր աշխատողների մեծ մասը Ստեփանավանցիներ են, որ ջան, ես ես հավաստիացնում եմ, մենք էլ ենք ցավում, մենք ձեզանից ավելի շատ ենք ցավում դրա համար, բայց մենք պետք է անենք, որ իմիջիալոց էլ ասեմ, քանի որ սենց հավաքվել եմ, Արմանիս պատմականորեն, բառացիորեն նշանակում է էր մանիս, էրը այս, մանիս հանքավայր, հանք, ման, խնդրում եմ դուք դա դարերից, լսի Ռուբեն, լսու շատ, լսի, ու այդ ժամանակաշրջանում դեր հնուց, դա եկել է։ Այս պրոցեսը, որ դուք հիմա տանում եք, շրջակա միջավայրի նախարարությունը վերել է երկրորդ փուլով պրոցես ատան, լեգիտիմ չէ։ Մենք ունեցել ենք հանրային լսում եւ շահագրգիռ հանրությունը տեղեկացված չի եղել։ Չէ, սա բարձր են խոսում, չես լսում։ Հանրությունից ու բնակչությունից մարդ չի եղել, որ ասենք մարդիկ ասենք արտահայտվել։ Միաձայն էլ որոշում է կայացվել ավականու կողմից։ Ու այդ միաձայն որոշումից առաջ համայնքի ղեկավարը հիմնավորումների մեջ նշում է, որ ընկերությունը ցանկանում է ուսումնասիրություն իրականացնել։ Ինքը ասել է, բերեք ներդրում արեք, համայնքին 30,000 դոլարի չափով, 15,000 դոլարի, 15 միլիոն արեք ու անեն, այսինքն առաջ գնանք, այսինքն ստացվում է այնպես, որ համայնքի ղեկավարությունը նախապես իմանում է, որ ինքը տալու է այդ համաձայնությունը, այսինքն թքած բնակչության կամքի, հանրության, քաղաքացիների, Ստեփանավանյան երիտասարդի, որը որ հիմա եկել է, ասվա ես չեմ ուզում, այդ ամեն ինչը թքած։ Դուք Երևանից եկել եք այսօր մարդկա Ստեփանավան առաջին օրը 5 րոպե տեսակ ու գնացիք, ես ստեղ ապրում եմ, իմ 7 կորդ ապրում Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, չգիտեմ որտեղից հավաքվել են, եկել են ու քննի լսումներ, քննի
Սա լսումներ չի։ Ինչն է խնդիրը լսումների։ Ես օրինակ բացատրողին չհասկացա, մարդին չէր ասում։ Ես չլսեցի։ Փակեցին տարածքը, աղմուկով ներս մտան, գոռացին, ճչացին, հետո ինչ հասկա։ Հիմա իրանք ինչ որ բան հասկացան։ Մեծ աշխատատեղ, հələ դուք մեր քաղաքի ծավալին նայեք։ Դուք գիտեք մեր քաղաքի օրինակ վիճակը, սոցիալական վիճակը։ 5 հատ հանգստյան տուն, որտեղ աշխատողները կեսը գրանցված են, կեսը չէ 50,000 դրամով են աշխատում։ Հա, դուք այդ համարում եք, որ զբոսաշրջություն եք զարգացնում։ Դուք աշխատել եք ձեր ընտանիքից կա աշխատող։ Ես հենց հիմա հանքում աշխատում եմ։ Ինչքան աշխատավարձ։ Շատ բարձր աշխատավարձ եմ ստանում եւ ամեն մեկով աշխատում եմ դեռ։ Տարածաշրջանի համար շատ անձնակազմից եք, հա։ Ես վարչատնտեսական բաժնի պետն եմ, արդեն 16 տարի աշխատում եմ հանքում։ Բանվորները ինչքան են։ Բանվորները շատ բարձր աշխատավարձ են ստանում։ Ինչքան բարձր։ Բարձր աշխատավարձ են ստանում։ Այդ հարցին ես չէի, որ պիտի պատասխանեմ եւ իրավասու չէ պատասխանելու։ Դրեք մեր հետ մեկ խոսա, մտեք լուբոյ խանութ, հարցրեք։ Մենք հանքի աշխատող ենք։ Մտեք լուբոյ խանութ հարցրեք։ Ուզում եք հանքը բացի թե չէ։ Կոշկակարի մոտ մտեք։ Բանկը մտեք։ Լուբոյ Եղած պայմանները հնարավոր է լավացնել, այսինքն աուդիտ անել, տնալ հանքից, ինչքան եկամուտ կա, աշխատավարձ բարձրացնել, ապահովագրություն, չգիտեմ, սանատորիա, Մինիմում 300-350 հազար են ժամանակ է ստանում։ Այն ժամանակ։ Միջինը կարել է 300 բարձրացնել։ Ասում եմ, եթե այդքան մաքուր էկոլոգներ եք, դուք մտածում եք ճուբան, եկեք ձեր ծրագիրը ներկայացրեք, ասեք, ջուրը պետք է սենց մաքրեք, եթե գաղափարում եք, օդը պետք է սենց լինի մաքրությունը։ Բերեք ակտ գրեք, թող այդ ակտերը մուծեք։ Ոչ թե մուծի, այլ դրա դիմաց պայքարի մաքրի։ Այստեղ կողքի երկրում Վրաստանը հանք կա, կազրեթ է։ Հենց ինսպեկտորը չի գնում, ասում, տեսավ, ասֆալտը ջրած չի, որ մեքենաները գնում, ու դե պետք է պարտադիր փոշումա ջրվի էլի, ակտը գրում ակտը ակտով գրեք, արա, ոչ թե քեզ կապիկություններ արեք, մարդկանց մոտ բան արեք, մարդկանց հագցրեք իրար, լարեք իրար հանդեպ, անգերագետ, գերագետ, ասում գրանտներով եկած նստած, գիտենք աղբետ փողերը, լա մեկին ասալի դու կայ քոսոտ, ինչու ես Երևանից եկես դի ասել, ու ձեզ չէ էլի։ Ոնց կա Երևանցին, ապեր տղեկ մենք Երևանցուց լավ գիտենք, Երևանցին կյանքը մուֆթա չի նստի, հասնիստե, իրա գրպանից փող դնի, պրոստը զակայֆու գնա, 80% խոսացողներից Ստեփանավանցի չէ։ Եկել են հկները բացել են, ոչ մի աշխատատեղ չեն ստացել, գիտենք այդ գրանտակերների մասին է խոսքը։ Եկել են հկները բացել են իրանց, մեկը սա փեսենա, մեկը նայիս իմիշնա, մենք եկել ենք Երևանցիներին բերեմ ենք, արա մեր լպաս մեկ խոսալ, մի աշխատատեղ բացած կաս, այ հորդ, չկա տենց բան։ Մի հատ հանքարդյունաբերություն ասա, որ գնում ես ղափան, որ մարդիկ Դե գնացեք Քաջարանը փակել, ախմակ կանկա Քաջարանը։ Կայ աշխատում է։ Ինչի՞ չէ դու փակել։ Չեն դա չես կարա փակես, մարդիկ ընդ դեմ չեն հանքին, բայց պայմանները ասում են լավացրեք, որովհետև դաժե սովետական վախտանից էսկոն վատնա։ Ես եղել հասարակ մարդիկ դեմ չեն, այսպես կողքերակ Երևանից է, ես որ բերում են ասում պլակատ են տանգում Անանը աղջիկները շատացել է։ Թող վաղը միսօր սովածության մահերը ավելի շատ կլեն, քան ու քաղցերը, որ սոված մնացին ինչ են անելու։ Քաղցկերին բուժը մեր ոչիլը վերացավ քաղցկերին։ Ասեմ քեզ, ուզում եք բլական։ Մեր քաղաքի ծերին աղբանոց կա, սովետական ժամանակից։ Ես քեզ ամեն առավոտ խոստանում եմ, մեր աղբանոցի ծուխը ցույց տան, որ երկու գյուղի վրա նստած Վաղ առավոտ կլինի, բարև լեցուն։ ապեր ամեն առավոտ։ Միշտ վառում է։ Ոչ միշտ նա դիշովի լրագրող, չի դուրս գալի, սրանցի դուրս չի գալի։ Մենք ենք առաջի դիշովի լրագրողը։ Ախպեր չէ, չի գալի, որ նա դուսաբանը ասի 3 գյուղ, այդտեղ առավոտ որ գյուղը կապնանա, կզզվեք։ Որ գյուղերն է։ Լորիբեր, Կիրով, Ակարա։ Բացի դա, Ես այս սայտով նկարներ ամեն առավոտ քեզ ուղղում։ քաղաքի աղբը։ Ոչ մեկ չի գալի։ Դուսաբան, որտեղ ծերին փող չկա։ Ալեկը մենակ հանքի։ Արշա, это ստեղած իր ուրիշ տեղ չասես, հանքին տեմ գերը։ Խերս մի։ Դի ասեն հանքի ծուխն։ Այս բնապահպանները գրանտ էին շահել, սուտ ես գրանտ ձորի մաքրումը։ Երեխեքին հավաքեցին, բան, ուտերբրոդներով բանով կողքին ձորս աղբը հավաքեցին, ստեղից։
Որտեղից հավաքեցին, տարածքներից լսեցին ձողը։ Էլի նույնություն։ Մենալ դեպս հանք չկա ու վնաս չլինի։ Ամենտեղ շատ տոկոս միտը։ Այդ օր վերջացնեն տասնեն այդ լրիվ է տասնատու երբ ոչի զիվիլը լեսնեն այդ փոխեն, այդ լապը։ Ամե ոնց պիպալիս ու ձեռնով չես բռնել։ Անձեր եկավ այդ փոշին տանում։ Ամեն հաղացիցն մի բան։ Եկողից ավելի շատ են հայտնի ապրողները։ Այս ամենը գյուղի բաժանող որ բնակ է ստեք իմանան էլ իբսես Ժողովուրդ ջան, էսի է մեր գյուղը, մեր գյուղապետարանն էլ էս կողմն են, կողմն էլ մանկապարտեզ երեխեքը քնած են։ Չգո ուղղակի ասում եմ պետք չի դե բայկոտելով ես մտնել քաղաքապետարանը։ Պետք չի ստեղ գորալ նման բան, պայքարել պետք չի մեր դեր։ Այսօր չուղարկել, դուք շատ լավ գիտեք ինչքան ժուրնալներում լսումները, Չկա, եկել եք բոլորին էլ ուղղակի քաղաքապետարանը գորալ ունի գորալ։ Պետք չի գորալ։ Պետք չի ուրեմն սուսուկոս պետք չի ուրեմն մաքրում են Արմանիսի տարածքը։ Գորալ փողերների հասի։ Եղավ մենք ենք մեզ չի կարելի պրովոկացիոն բաներ ուղղի վրա չկասկածեք։ Ինչի պետք է այդ որոշակի չնչին տոկոսների համար ես ուժանք։ Իմ հարցը է դա։ Որովհետև ես այստեղ ապրող քաղաքացի եմ ու այս ուսումնասիրությունների Ստեփանավանում։ Չեմ ուզում դες լսել։ Այստեղ եթե վնասալի առաջին հերթին Արմանիս։ Okay, Արմանիս մալել։ Ես Արմանիս բնակության համար շատ մտահոգված եմ։ Արմանիս չեն ուզում։ Ինչ է։ Քիստոն հայերները ես սաղի երկին եմ, այդ սաղմաներ արի չկարի չարություն։ Փոքրներ ինչ կապ ունի ստե հետ ինքը փոքր հասկանում եք ելը։ Այսինքն դուք որոշում եք իմ երեխի ես ոնց պետք է մեծացնեմ, ով պահեմ կամ ես իմ ինչ անեմ, չէ՞ նոր ձեր մեջից ասում եք ով պահեք, ովն եք պահել, ովն եք մշակել Սագամարով աստին աշխատել եք։ Հիմա խնդրում ենք թողեք, մի խոչընդոտեք, սաղը դե տներում երևի հեր մեր երեխեք ունեք, մենք ոչ մեկին չենք խոչընդոտում, լավ ապրեք։ Ես գյուղի ժողովրդին ասում եմ Հայաստանի Հանրապետությունը դրանից օգուտ չի ունենում։ Ես հստակ ասում եմ, ոչ գյուղի ժողովուրդը մի քիչ առաջ ասում էր, որ իրանք աշխատատեղ չեն ստացել։ Ու ես նաև ասում եմ, որ գյուղի ժողովուրդը 10-20 աշխատատեղ ստանալու պատճառով մի ամբողջ համայնք չի պատժվել։ Ձեր աշխատատեղի պատճառով մենք չենք պատրաստում թունավորվենք։ YouTube-ով փող աշխատեք, ֆրիլանս աշխատեք, նոր կրթություն ստացեք, նոր կրթություն ստացեք, աշխատեք։ Այսօր աշխատատեղ ստեղծել պրոբլեմ չի։ Այսօր յուրաքանչյուր խելք ունեցող մարդ կարա ստեղծի աշխատանք։ Այսինքն տիկնոջը մի վիրավորեք, ես ելքին է աշխատի։ Այսինքն ինչա նշանակում յուրաքանչյուր խելք ունեցող Այո, ձեզով է թույլ տվել։ Նազիկ ջան, մի րոպե, Այսինքն ես լավ աշխատում եմ ու դու կարաս վիրավորեք։ Բայց չես ասում, բացող յուրաքանչյուր մարդ կարա ստեղծի աշխատանք։ Չէ՞ դու նշում ես խելք ունեցող, դու խելք ունես։ Այո, ես համար քեզ համար ավրիցին փոխարեն չորոշես։ Դու պատուղի որոշեք իմ երեխու ճակատանքը։ Դու էլի չես կարող որոշել։ Իմ ճակատանքը է որոշում։ Ստեղծեք աշխատատեղ, ապրեք։ Ստեղծեք, բացվի, մեկ եք աշխատեք, տանի ջիրեք, հոգի աշխատեք ձեր։ Բայց ես եմ բարապ ստացել։ Հիմա դուք տուրիզմ եք դնում, ինչ եք դնում, ես չգիտեմ։ Պետք է գաք տարածք վերցնեք, չէ նորից եք մեր տարածքն եք։ Իհարկե, չենք տալի, կամավոր չենք տալի։ Բաստեղ ինչ Ինչա, դա Իսրայելը ասելու եք մենք Հարգելի լրագրող, եթե դուք լսեք գործ չունեք, դուք ստեղ ինչ եք անում։ Ինչ որ բան արեք, հիմա եկել եք դրա պտուղը։ Ոչ, մենք ուզում ենք շարունակել, ուզում ենք հանք աշխատի, դեշը մենք աշխատենք։ Հարգելի, որ Բերեք կանշը պետք է աշխատի։ Որսած մնացել ենք նա հարկերի ու վարկերի տակ ճռռալով։ Սա ընտանիք են պահում, սա երեխա են պահում։ Ինչո՞վ պահեմ, ոնց պահեմ, որ աշխատանք չեն Շատ խոչել, ամեն տարի գալիս են ուսեք դավատի տենալու։ Ջայլներն վրում ենք։ Հասարակ ժողովրդի տեղն եք նեղում։ Դուք հիմա մեր ժամանակը խլում եք։ Բերեք մի որոշեք, ես ինչին եմ անդրադառնում։ Ես գիտեմ, անձամբ ձեզ չեմ ասում, թեման եմ ասում։ Փոխանցեք մեր բաները ժամանակի դուք եք անդրադարձել, հիմա դրա ձեր թույլտվության, տես նոր ասացիք մեր թեմի ձեր գերին, մեկ ոնց գերին, всё, մենք ոնց Ոչ մի անգամ էլ հաշվի չի արվել, որ հաշվի առնել այսօր այս բնույթը մեր ստեղից ընդեղ աշխատանք ապրելու հնարավորություն չունի ժողովուրդը։
ենք, վերցրեք հարգելիներս։ Հիմա ինչ եք ուզում ես։ Վարքերի պաշտերի տակ ճռնչում ենք։ Դատարկվում է։ Ջերմություն ստեղից գնում է։ Որովհետև աշխատանք ժամանակին չհիմնադրեին, որ այսպեսի բնուրից կրե։ Ոչինչ չեմ հասկանում։ Չենք աշխարհի բիզնես ու տուրիստ ընձայնելով մենք ինչ պետք է շահել։ Ես գիտեմ, պրոստը հացի փող է պետք։ Չենք շահելու բիզնեսից էր։ Կարինե ջան, ես չի որ ասեն։ Լալիսի, ես 50 տարեկան կին եմ, ես ուզում եմ դաստոյնի ապրել։ Այո։ Ուրեմն սակավար ՀԲ ընկերությունը ցանկանում է Արմանիսի եւ Ուրասալի վարչական սահմաններում իրականացնել երկրաբանական ուսումնասիրություններ։ Այս 3 տարում, առաջիկա 3 տարում, քանի աշխատատեղ է ստեղծվելու գյուղում, ասել։ Ուրեմն եթե գյուղում կա կամ Ստեփանավանում կամ տարածաշրջանում կա երկրաֆիզիկոս 5 հոգի կա։ Սպասեք, ժողովուրդ երկրաֆիզիկոս կա։ Երկրաֆիզիկոս։ Չկա, հետո։ Երկրաֆիզիկոս ովքեր են։ Եթե երկրաֆիզիկոս կա, ինքս դեռ հիմա դրան։ Ժողովուրդ ասնային դարաչ, հիմակյա։ Երկրաքիմիկոս ովքեր են։ Երկրաքիմիկոս։ Արմանիսը 10 հոգի հանքի օգնությամբ, հանքի վճարները, պատրաստված պաստակները, որից մեկը ես եմ, երկրորդը լյուբանան։ Հարցը հնչեց հետևյալ, արդյոք այդ 10 հոգին որպես աստնակ յուրի վնասը, նախ ասում եմ, հանք չի բացվելու, ես մենք որ գալիս ենք այստեղ, խոսում ժորտը ասма դու չողում չի որ աշխատատեղ։ Այո։ Բայց դուք ասում եք աշխատատեղ չկա։ Այս փոլում չկա ծանոթ է, որ չկա։ Ահա, ասպետ հանք չի լինել, այս ուզում եք որ հանք։ Որ հանք չի լինում, ես ես աշխատատեղ որ չկա։ Ոտս փող չկա, քեզ փող Նպատակ, այն է, որպեսզի հայտնաբերվի եւ շահագործվի։ Հայտնաբերվի։ Եւ շահագործվի։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր որ 20 տարի ես գյուղը չեն զարգացրել, թե չի եք ես տրուկորի մա զարգացրել։ Զարգացնել ես ու դու։ Այսօր բոլորը սոցիալական Կդացի պագանան։
Դուք եկել եք խանգարում եք, մեզի խանգարում եք ապրել իմ գյուղի մեջ։ Ուզում եք ասեք, որ դուք եք իմ նման հայ։ Ես էլ ասում եմ, Սևանցին ինչ իրավունք ունի ձուկ բռնում։ Դրանց գիտես ինչ կանեն։ Բռնում է մարդը, դու դեպի մեր ձուկն է։ Արաբ Էմիրատներում նավթը հանում ցավը տանեմ, քիչ է կտրվում են մարդը։ Աշխատատեղ այս մարդը 64 հատ 3 տարի ամենը 4 աշխատատեղ։ Հա, Բացատյան ինստա, ժողովուրդ եկեք սիրուն։ Միքո։ Շնորհակալություն, ես կներկայացնեմ ծրագիրը նորից, պարզ եւ հստակ։ Սագամար ՓԲ ընկերությունը ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել Արմանիս եւ Ուրասար բնակավայրերի վարչական սահմաններում։ Երկրաքիմիական ուսումնասիրությունները պրոֆիլով նմուշներ են վերցվելու 100 մետր գնալու է, մի հատ տեղից ենք վերցնելու, մի հատ 100 մետր էկոմից